Նաիրյան վոկալ անսամբլը 10 տարեկան է, հոբելյանական տարվա, սպասվող միջոցառումների, անցած շրջագայությունների և կոնկրետ այս տեսահոլովակի ու առհասարակ անելիքների մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ։ Այսօրվա մեր չքնաղ հյուրերն այսպես զարդարել եք մեր այսօրվա տաղավարը Նաիրյան վոկալ անսամբլ, Նաիրա Մուղդուսյան, Ելենա Ազարյան, Աննա Մինասյան։ Լույս առավոտի Բարի լույս աղջիկներ։ Բարի լույս։ Շնորհավոր, այսպես սինխրոնս Ֆանտաստիկ տեսահոլովակ էր, նրանք գանկետ-կետից ես գնացի տուն այսպես Արցախի հորովելը, եթե ես օրինակ մտածեմ ինչ ստեղծագործություն կցանկանայի, եթե մեկ հնարավորություն ունենայի միջև կյանքի վերջ լսելու, դա Արցախի հորովելն էր լինելու, այս ինտերպրետացիայով նման չքնաղ ձայնով եւ տեսահոլովակով ձեզ առավել եւս աղջիկներ, ժեստերի լեզուն այսպես առաջին անգամ հենց արցախյան այս կատարման մեջ տեսա։ Իրականում այո, 10 տարի է ինչ մենք միասին ենք, երգում ենք արդեն շուրջ չէ, արդեն լրացել է մեր տասնամյակը, դեկտեմբեր ամսին էր։ Որոշեցինք, որ պետք է մեծ համերգի դուրս գանք, ներկայացնենք մեր 10 տարվա աշխատանքը եւ այս պահին էլ մենք հետաքրքիր ուղղության մեջ ենք, փորձում ենք վերհանել արցախյան երգերը եւ դրանք նոտագրել, բազմաձայնել, շարունակել պահպանել, կրել այս երգերը, լինել կատարող այս երգերին եւ առաջին անգամ Արցախի հորովելը բազմաձայնվեց, ներկայացվեց քառաձայն տարբերակով եւ իհարկե մի հատված էր, որովհետեւ մեր խումբը մշտապես հայտնի է իբրև ժեստերով երգող խումբ, որոշեցինք, որ պետք է երգի վերջին հատվածը նաեւ ներկայացնենք ժեստերի ոսկով։ Ըստ էության սա առաջին անգամն էր, համենայն դեպս իմ իմացած տեղեկությունների համաձայն երբևէ արցախյան երգերը չեն տասնավել ժեստերի ոսկով։ Եվ նաև չեն բազմաձայնվել։ Առաջին անգամ ենք բազմաձայնվել ներկայացվեց եւ շատ ուրախ ենք, որ Հովնանյան հիմնադրամը մեզ տվեց այդ հնարավորությունը, որովհետեւ գիտեք այսօր մեր օրերում ունենալ հոլովակ, ձայնագրությունների գնալ ամենևին էլ հեշտ բան չէ, իսկ մենք չլինելով պետական ֆինանսավորմամբ խումբ, չլինելով այդ կառույցը, որը պետության կողմից հովանավորվում է, բնականաբար ունենում ենք դժվարություններ հարցերում։ Իմիջիայլոց կենտրոն TV-ն էլ ձեզ էլ պետք է ասեմ շնորհակալություն, որովհետև պարբերաբար մեզ տալիս եք այդ հնարավորությունը այս հարթակից խոսելու ներկայացնելու մեր հաճելի է համատը։ Եվ նաև բնական է 10 տարիների ընթացքում շատ ելույթների, շրջագայությունների ենք եղել, բայց այս տարի նույնպես արդեն իսկ ունենք հրավերներ արտասահմանում ներկայացնելու հայկական մշակույթը, մասնակցելու ենք միջազգային փառատոնի, որը նախատեսվում է Գերմանիայում, ունենք հրավեր նորից Շվեյցարիայում։ Տեսնենք առաջ հաստատ ինչպես ասում են, եւ 15 արցախյան երգեր ենք այժմ հերթով ներկայացնելու առաջինը իբրև այսպես դիզերնակ այս պրոյեկտի եղավ Արցախի հորովելը, բայց երգերը շատ են եւ արդեն իսկ մի քանիսը կարողացել ենք ներկայացնել բազմաձայն տարբերակով։ Աղջիկներ լրացրեք ինձ, խնդրեմ։ Այսպես հերթով գանք եւ խոսենք հենց հոբելյանական համերգից, այսպես կետ առ կետ գալով։ Որտեղ է կայացել, ինչ ստեղծագործություններ են եղել, ինչ արձագանք եք ստացել։ Մեր համերգը 10-ամյակը տեղի ունեցել Կոմիտասի թանգարան ինստիտուտում։ Ներկայացրել ենք հայ դասական կոմպոզիտորական ստեղծագործություններ եւ մի քանի երգեր մեր մշակումներով։ Ընտրվել են հիմնականում մեր երգացանկից գրեթե բարդ գործերը, որովհետև այս 10 տարիների ընթացքում մենք փորձեցինք ցույց տալ, որ ոչ միայն նաև մեր մշակումներով ենք հայտնի, այլ նաև իհարկե մեր դասական գործերով։ Այդպես։ Իրականում այո, հենց այդ օրը ճիշտ է մենք արտասահմանում բարբերաբար երգում էինք օրինակ Լորվա գութաներքը եւ այլն, բայց այստեղ կայացած համերգների շրջանակում քիչ էինք երգում այս ստեղծագործությունը, բայց մեզ համար սկզբունքային էր նաեւ կարծրատիպերին դեմ գնալը եւ ներկայացնել ինչու ոչ տղամարդկանց աշխատանքային երգ։ Ինքը հորովել է Արցախի նույնպես տղամարդկանց աշխատանքային երգ է, բայց մենք համարում ենք, որ երգը չունի սեռ եւ պետք է անպայման, եթե իզորու ես, եթե քեզ հետ խոսում է այդ ստեղծագործությունը, ինչու ոչ, ինչու մեր սեռով պայմանավորված, ինչ որ համանախագումների գնալ։ Այո, բարբերաբար խոսակցություններ լինում են, թե ինչու եք տղամարդկանց աշխատանքային երգեր երգում, բայց մեզ համար երգի սեռ չունի։
Ես պետք է ասեմ, որ արցախցիների մեջ մեր հայրենակիցները մեծ սիրով ողջունեցին, ընդունեցին այդ գաղափարը, որ պետք է երգենք իրենց երգերը, իրենք էլ ինչքան հնարավորություն ունեին, մեծ որոշեցին աջակցել։ Օրինակ, քանի որ ես չէի գտնում նոտաները այս երգերի, շատ քիչ են իրականում նոտագրված տարբերակները, եթե կան էլ համենայն դեպս մեր ազգային գրադարանում եւ այլն, դրանք չկան։ Ես չէի կարողանում գտնել նյութը, թե որտեղից պետք է օգտվել, այս երգերը ինչպես պետք է գտնել եւ արցախցի տատիկ պապիկներ շատերը նրանցից որոշեցին, որ մեզ համար պետք է երգեն եւ երգեցին իրենց իմացած տարբերակով։ Մենք բազմաթիվ հարցազրույցների լինելով նրանց հետ, որովհետեւ նրանք բոլորը հո Երևանում չեն ապրում, տարբեր մարզերում, տարբեր գյուղերում, շատ այսպես տարբեր սահմանամերձ գյուղեր եւ այլն, որտեղ որ նրանք այն արցախցիները, ովքեր պատրաստ էին երգել մեզ համար, դե ոչ բոլորն ենք, չէ, երգող։ Եվ ահա այս հարցազրույցների ժամանակ ես նկատեցի, որ նրանք բոլորը գիտեն հենց Արցախի հորովել առաջին հերթին, դրա համար հենց այդ երգը ընտրվեց։ Հա, դրա համար հենց այդ երգով որոշեցինք, որ պետք է գործիքավորում ունենա, իսկ մեր խումբը կապելա երգող խումբ է եւ քիչ ենք ունենում գործիքային նվագակցություն։ Այս երգի պարագայում որոշեցինք, որ պետք է ունենա նվագակցությունը եւ ավելի ազդեցիկ փորձեցինք այն դարձնել։ Դե քանի որ քիչ է գործիքային գործում ունենում, առաջարկում ենք ոչ գործիքային կատարումից մեկը։ Մեր խումբը 4 հոգով է այս պահին ներկայանում։ Ես կհորինեմ։ Այս պահին 3-ով ենք։ Կարող է, որովհետև արցախյան այսպես արմատներով մենք շատ ենք երգում կոմիտասյան երգեր, թույլ տվեք առավոտը ողջունենք կոմիտասով։ Ամենայն հայոց կոմիտասով, այո։ Եվ Ուջուր աղջիկ երգը պարզապես փոքրիկ հատված ներկայացնենք։ Իհարկե ժեստերի լեզվով կներկայացնենք։ Ֆանտաստիկ ու ես չունեմ մեկնաբանություն։ Ուջուր աղջիկ ծեվավոր Չիկներորա էլի դռների սովոր Վերանա շորոշիկ շորորա Գնամերը գալիսա Վերանա տիկներորա Փողեշանի մեղավոր Վերանա շորորա Բրավո աղջիկներ Ինչքան է մարդիկ այսօր մեր եթերը իր մասնագիտության մեջ իրականում սենց հարցազրույց էին անում բոլորը տեսպես նստած շատ ճակերտավոր եւ երբ որ սկսեցիք երգել այսպես ոնց որ փթթեցիք այսպես ներքուստ իրականում ձեր այդ կոմֆորտ զոնայի մեջ եկեք խոսենք 10 տարիների մասին ինչ գործունեություն է ծավալել ձեր զգացողությունները անսամբլի շրջանակում որ արդեն 10 տարի այսպես պինդ հողին կպած եւ մեր հողի մասին երգում եք Ես կարող եմ իմ տեսանկյունը ասել, որ դե իհարկե ծրագրերից կարող ենք խոսել, բայց ինչը որ զգացել եմ, այդ համերգի ընթացքում երևի որևէ համերգի ժամանակ չեմ զգացել այն ինչը որ այդ համերգի ընթացքում, որովհետև 10 տարին օրինակ մարդիկ կան, որ ասում են դա քիչ է, դա նոր, այսինքն նոր է սկսվել ձեր ճանապարհը, բայց ես կարծում եմ, որ 10 տարին շատ երկար ճանապարհ էր, որը որ մենք միասին անցել ենք։ Իհարկե շատ տարբեր ծրագրեր ենք արել եւ շարունակում ենք անել, չենք սահմանափակվում, այսպես ասած տասնամյակով, բայց հույզերը շատ էին այդ օրը։ Այդ օրը մեզ հետ օրինակ բեմ բարձրացան մեր նախկին երգող աղջիկները, ովքեր մեզ հետ նույնպես ճանապարհ էին անցել, դա շատ հուզական էր։ Եվ ընդհանրապես ուզում եմ շնորհակալություն հայտնել, չգիտեմ, ճակատագրին, Աստծուն, մեր աղջիկներին, մեր ծնողներին, որ ունենք այդ հնարավորությունը ներկայացնելու հայդասական երգը եւ չէ որ եթե մենք չսիրենք մեր երգերը, մեր հողը, մեր ջուրը, մենք չենք կարողանա դա ավելի, այսպես այդ պատշաճ ձևով ներկայացնել, ավելի հայեցի ներկայացնել։ Այդպես որ շնորհակալ եմ նաեւ մեր ղեկավարին, որ ունենք այդ հնարավորությունը, որ կարողանանք ներկայացնել այս երգերը։ Ուրույն հաշվետվություն է եղել մի տեսակ ցեցամ։ Այսպես քնությամբ է, գիտեք, մենք շատ նաև շատ ենք երաժիշտները։ Բոլորը շատ հուզված էինք բեմում։ Մեր նախկին դասախոսները։ Այո, բոլորը եկել են, մենք այսպես քնության պես անգամ որ հիմա խոսում եմ, շակալվում եմ որ հիշում եմ, Շատ համերգներ ենք տվել, բայց այս շատ պատասխանատու էր։ պատասխանատու, շատ հուզական։
Իսկ 10 տարիների ընթացքում մենք ոչ միայն երգել ենք, այլև երգի միջոցով փորձել ենք անդրադառնալ մեր հասարակության մեջ տեղ գտած խնդիրների, խոսել կանանց իրավունքների մասին, խոսել առողջության մասին, ինչու ոչ նաև էկոլոգիայի պահպանության խնդիրների շուրջ, այդպես երգի միջոցով, որովհետև երգն էր մեր զենքը, որով մեր ձայնը կարող ենք ավելի հնչելի դարձնել եւ մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք մեր հենց ազգային երգի լեզվով։ Ճիշտ է, մենք փառք Աստծո բոլորս էլ բարձրագույն կրթություն ունենք եւ այլն կարող ենք անվերջ հնչեցնել եվրոպական, արտասահմանյան այլ կոմպոզիտորական ստեղծագործություններ, բայց մեզ համար առաջնային էր, որ առաջին հերթին հայ մարդը պետք է ճանաչի իր երգը Եվ հետո արդեն մանավանդ այս վերջին 20 թվականի պարտությունից հետո հասկացանք, որ մենք շատ նաև մեր ավանդական երգերը երգելու ոչ միայն կոմպոզիտորական դպրոցը ներկայացնելու կարիք ունենք ներքուստ, այլև պետք է այս ավանդական երգերը փորձենք ավելի սիրված դարձնել ու սա էր նաև պատճառը, որ սկսեցինք բազմաձայնել ավանդական երգերը։ Սովորաբար միշտ երգում էինք արդեն իսկ դասական ճանաչում ունեցող ստեղծագործություններ եւ այլն, բայց ահա 20 թվականից հետո այս վերջին տարիներին սկսեցինք ավելի շատ ժողովրդական երգեր բազմաձայնել։ Սրանով էլ էր հետաքրքիր, նաեւ հայրենասիրական երգեր սկսեցինք երգել։ Զարմանալի է, հա, անընդհատ այսպես խոսում էին, թե կանացի կազմով ինչպես կարող եք այսպես անվերջ անդրադառնալ, բայց ինչ արած։ Իդեպ արցախյան երգերի մասին էլ, հա, ճիշտ է, շատ մեր հայրենակիցներ Արցախից բռնի տեղահանված դրական արձագանք տվեցին, ողջունեցին, բայց ցավով պետք է նշեմ, որ ոմանք նույնիսկ ծանր տարան, համարելով, որ պետք է այս երգերը երգեն միայն արցախցիները եւ համարելով, որ ես ձեզ հետո առանձին անուններ կտամ, ցուցակագրենք իմանաք, որ նման արձագանք նույնպես ունենք, բայց ես չեմ նկատում։ Բայց արտիստի համար արձագանքը եւս կարեւոր է, ընդհանուր առմամբ կոփվում եք, պատրաստում եք հակափաստարկներ։ Մենք մեկ է շարունակելու ենք մեր գործը, ասեն թե չասեն։ Առավել եւս կարծեք թե փոքրիկ դեսպանի դեր եք դուք ստանձնում, նաեւ դրսում եք ներկայացնում այդ կատարումները, ով է արցախցին, ով է նրա մշակույթը, որտեղ է հասկանում։ Եթե մենք դրսում չներկայացնենք, այո, մենք որ տարածաշրջանի երգն ենք ներկայացնում, կարևորը հայեցի Եթե դրսում չներկայացնենք մեր երգը, էլ ինչ ունենք մենք ցույց տալու դրսում ապրող օրինակ մարդկանց, որն է մեր ազգությունը, մեր ցավը, մեր երգերը։ Մեր խմբի համար կարևոր էր, որ մենք էթնիկ մեր տեսակը ընկալում ենք իբրև հայ եւ մեզ համար նշանակություն չունի արցախյան երգեր, Վանի երգերն են, Մուշինն են, Սասունինն են, Երևանյան երգեր են, եթե նրանք ստեղծվել են հայի կողմից Եվ մենք անվեկանելի են նրանց ակունքը։ Մենք հայեր ենք եւ մենք իրավունք ունենք երգելու նաեւ այո արցախյան երգերը։ Եվ պետք է երգենք եւ փորձենք այս բարբառը նաեւ մեզ համար իրականում դժվար է, որովհետեւ մենք բարբարակիր չենք։ Մենք շատ մեծ դժվարությամբ ենք բառերը սովորում, մեզանից ջանք, անverջ անդադար աշխատանք է, այն ինչ տեսանք մենք հոլովակում ընդամենը 4 րոպե ենթադրենք, բայց այդ 4 րոպեներին հասնելու համար մենք ամիսներ ճանճվել ենք, ամիսներ աշխատել ենք ոչ միայն երաժշտական որակի վրա, այլ բարբարի Եվ իհարկե մենք չենք կարող այսպես 100%-ով ներկայացնել ճիշտ բարբառը, հատկանալի է, որ խոսակցականում չունենք այդ։ Առոգանական, բայց շնորհակալ ունենք նման այսինքն նույնը ներկայացնել, ինչքան հնարավոր է։ Այստեղ մենք այո տեսնում ենք, հա, աղջիկներին, ովքեր անverջ բեմում են, ովքեր եթերում են, բայց մեր ետևում կանգնած են նաև այլ անուններ, օրինակ Մարիամա Մուղդուսյան, որ մեր խմբի պրոդյուսերական կազմում է, մեր խմբի հիմնադրման առաջին իսկ օրվանից մեզ ոգևորում, ոգեշնչում, այսպես ճանապարհ է բացում մեզ համար հետաքրքիր գաղափարներ, ծրագրեր, հենց նաև որ կարողանում է առաջարկել, իսկ մենք իբրև արտիստներ արդեն սիրով միանում ենք թիմային հսկա աշխատանք է տարվում մեծ թիմ է աշխատում իրականում միայն իհարկե ես Ելենայի եւ Աննայի անունը հատուկ պետք է նշեմ որովհետեւ 10 տարի հենց նրանք են որ այս ճանապարհը ինձ հետ կիսում են իրականում եւ փշեր են ունեցել եւ հաջողություններ են ունեցել մեր ճանապարհին բայց չեն կոտրվել այսօր էլ երբ մեզ մի որևէ դրական արձագանք է գալիս ուրախանում ենք այնպես ինչպես եթե 10 տարի առաջ ասեին վայ ես ինչ լավ երգեցիք մեզ համար նշանակություն չունի որովհետեւ ելի եմ ասում մեզ առաջ տանողը երբեք գումարը չի եղել
Մենք նվիրում ենք ունեցել հանդեպ մեր մշակույթը եւ հանուն այդ նվիրման բազմաթիվ դռներ կարողացել ենք բացել։ Եղել է որ փակվել են, թույլ չեն տվել, այսինչ բեմում, այնինչ թանգարանում ենթադրենք ելույթի գնալ, բայց հիմա արդեն փառք ժամանակները փոխվել են, ապացուցել ենք մեր երգով, որ մենք ավելին կարող ենք եւ հիմա արդեն այս բեմերը իրենք են խնդրում, որ երգենք այնտեղ։ Հիմա եթե նման բան լինի, մեզ համար սովորական կլինի, արդեն սովորական ենք ընդունում։ Եթե օրինակ 10 տարի առաջ այսպիսի մի բան լիներ, օրինակ մերժումներ կամ շատ ծանր էինք տանում։ Հիմա կոփվում եք, իմունիտետ եք այո։ Ինչպես են անցել տեսահոլովակի նկարահանումները, տարածքի ընտրությունը, այսպես հագուստների ընտրությունը, ամեն ինչ այսպես մանրակրկիտ ընտրել։ Շատ գեղեցիկ է գիտեմ։ Հագուստների հետ կապված նորից պետք է Մարիամի անունը տամ, որովհետև Մարիամը նաև նկարիչ է եւ շատ հետաքրքիր աչք ունի, միասին այսպես մտածելով երկար բարակ այսպես շատ քննարկելով հասկացանք, որ պետք է հենց այս ֆորմատի հագուստ ունենանք։ Ռեժիսորը Լևոն Բարդիկյանն է եղել եւ նա էլ առաջարկեց, որ գնանք երերույթի վանքում նկարահանումը անցկացնենք ունենանք։ Վանքն եւ Թուրքիայի սահմանին վանքն էլ խոնարհված վանք է եւ սա կարծեք հենց մեր Արցախի հերավոր խորհուրդը ունենար մեզ համար։ Այս պահին մեր Արցախը խոնարհված է, բայց ես վստահ եմ, որ դա ժամանակավոր է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք նախկին մեր փայլով ներկայանալ այնտեղ։ Նշակ դուք եւս այդ ամեն ինչը այսպես պահողն ու ազդարարողն եք եւ կանգ եւ գոյություն եք նաեւ այս արվեստի ներկայացմամբ ես իսկապես չգիտեմ ներքին հույզերը էլի եմ ասում Արցախի հորովելը մեկ այլ նշանակություն ունի։ Ինչ այլ տեսահոլովակներ են սպասվում, ինչ այլ նկարահանումներ կան առջևում, համերգներ, պատմեցիք շրջագայությունների մասին։ Երբ պետք է համայնացվի։ 15 երկ պետք է ավելացվի, մյուս երգերը ցավոք եմ ասում, այն ֆինանսավորման, այն հոսքը չենք կարող ապահովել, ինչը որ Արցախի նորից աշխատում է թիմ, նորից ունենք ռեժիսոր, մոնտաժող թիմ եւ այլն, բայց հենց Արցախի հորովելի ժամանակին, որ կարողացանք այդպես մեծ հոլովակի գնալ, մյուս երգերը նորից պրոֆեսիոնալ ձայնագրմամբ եւ այլն, բայց ավելի ստատիկ միջավայր են խոստանում, արդեն իսկ 3 երգ հրապարակել ենք, բացի այս մեկը, Արցախի հորովելը, արդեն իսկ 3-ը մեր ինտերնետային հարթակներում, հա, մեր էջերում, YouTube-յան, Facebook-յան, Instagram-յան եւ այլն տեղադրված են, կարող են մեր հետևորդները, հեռուստադիտողները նույնպես նայել, տեսնել, գնահատել, չգիտեմ ինչ արձագանք կտան, բայց տարբեր հետաքրքիր, այսպես ազդակներ են գալիս մեզ։ Եվ արխիվում ահա այն մյուս երգերն են, որ պետք է ներկայացնենք։ Ինչն է մեզ համար խնդիրը այս երգերը ներկայացնելու։ Էլի եմ կրկնում, մենք ակունքը չունենք, չգիտենք որտեղից պետք է դա վերցնենք, նոտաներ եւ այլն չենք գտնում։ Եթե գտել ենք 1, 2-ը, 3-ը ոչ ավել եւ երգում ենք այն, ինչը որ տվյալ կրողը երգել է մեզ համար։ Այսինքն գիտը մենք չենք ուրիշ ձև լինի, բայց դա մեզանից չէ, այսինքն մենք ինչ հասցնում ենք ծելուններին։ Ինչպես որ երգել են, մենք այդպես ներկայացնում ենք։ Բայց մեղեդային գիտը չենք փոխում։ Միայն բազմաձայնության մեջ կարող ենք, այսինքն ներդաշնակման ժամանակ կարող ենք ինչ-որ բաներ անել, բայց մեղեդային գիտը խոստանում եմ, ասում եմ ազնվորեն, որ չենք փոխում։ Այսպես ենք, այդպես է գրվելու։ Շնորհակալություն աղջիկներ վաղ առավոտյան մեզ այսպես լուսավոր լիցքեր հաղորդելու համար, դրական լիցքեր հաղորդելու համար։ Մենք սիրով ենք անում, շատ ուրախ ենք, եթե այս լույսը կարողանում ենք փոխանցել եւ էլի ու էլի անելու ենք արժևում այս մեր նոր տարիներ, նոր հետաքրքիր երգեր են սպասվում։ Եվ իհարկե շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են, վստահում են եւ հետևում են մեզ։ Դե առաջին հերթին այո, մեր ծնողներին երևի նրանք շատ են ողջևորվում։ Այո, օրինակ ուզում հատուկ նշել Զոյային Աղաբաբյան, որովհետեւ ճիշտ է մեր ծնողները մեր կողքին են, մեզ շատ ոգեշնչում են, բայց խումբ ունի մի մայրիկ, որ բոլորի մայրիկն է, որովհետեւ առաջին իսկ օրվանից ինքը մեր կողքին է ամեն գաղափարի շուրջ։ Անկախ նայած այդ գաղափարը կստացվի թե ոչ, ինքը միշտ մեզ ոգեշնչում է, այնպես որ շնորհակալություն մեր տիկին Զոյային։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կանգնում են սատարտ մեր կողքին։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին, որ այս ընթացքում մեզ հետ էին։ Ձեզ հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում, իսկ դուք մի փոխեք ալիքը, մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ։ Լավ օրեր ձեզ մաղթում։